Կլինի ես միկրոֆոնով խոսեմ։ Կակաչների տիրուհին է ժպտադեմ ու անսպառ հումորով Աննան։ Միջև ծաղիկների աշխարհ մուտք գործելը օտար լեզու է դասավանդել դպրոցում։ Անգլերենի եւ իտալերենի մասնագետ է։ Երեխաներին լեզուներ սովորեցնում նույնիսկ այն տարիներին, երբ դեռ ինքն էր դպրոցական։ Կտրուկ փոփոխությունը ոլորտից ոլորտ սահուն է անցել։ Գիտելիքները ոչ միտեղ չեն կորում, դրանք քո գլխի մեջ են ու հենց այս նույն ասպարեզում էլ դու կարող ես օգտագործել եւ քո բարձրագույն կրթությունը, եւ քո բարձր IQ-ն, եւ քո անգլերեն լեզվի իմացությունը։ Լեզուների իմացության շնորհիվ Աննան կարողանում է նոր կապեր ստեղծել եւ արտասահմանցիների հետ շփվել առանց միջնորդի։ 4 տարի է ինչ զբաղվում է կակաչի մշակությամբ։ 3 տարի հողախառնուրդի մեջ, իսկ հիմա հիդրոպոնիկ եղանակով է ծաղիկ աճեցնում։ Սկզբում սթրեսները շատ էին, աստիճանաբար հմտացավ։ Անկանխատեսելի էր, սկսեցին ծաղիկները ժամանակից շուտ ծաղկել։ Ես սկսեցի ստրեսներ տանել, ընկերներս ավելացան եւ սպիտակ մազերս, բայց ոնց որ դեպի տենց մեջտեղներ արդեն հունվարի հասկացանք ոնց պետքա տիրապետենք այս process-ները ու ինչպես տեսնում եք, ունենք բավական սիրուն բերք։ Սա ասենց ռոմանտիկ բիզնես չի, որ դու գալիս ես ասենց փերիի պես թրվռում ես ասենց ծաղիկները քաղում թփից ու գնում ես։ Պետքա դու հասցնես տղամարդավարի ասենց ասած մինչև վերջ պայքարես, որպեսզի քո ծաղիկը հասցնես այն կարգավիճակին, երբ դու կարող ես ասենց փերիի պես գալ, իրան քաղել ու ասենց թրվռալով գնալ։ Սոխուկները ներկրում են Նիդերլանդներից արդյունքի հասնելու համար նույնիսկ գիշերներ լուսացնում ջերմատանը։ Ասում է կակաչները աղմուկ եւ ջերմություն չեն սիրում։ Դրանց պետք է հաստատուն զով միջավայր, համապատասխան խոնավություն, արհեստական լուսավորություն եւ ստվերապատեր, վառ լույսի ներթափանցումը կանխելու համար։ Շատ ստրեսային է, բայց ամեն տարի որ մտածում եմ կշարունակեմ անել, ցած գցում բռնում եմ իմ մեջ, ստրեսներն եմ գումարում ու գումարում եմ լավ կողմերը, վերջում լավ կողմերը հաղթում են ու ես հաջորդ տարի էլի շարունակում եմ անել։ Տարի է եղել մոտ 100 տեսակ կակաչ է ունեցել, այսօր 25-ն է, թե ինչ ձևի եւ գույնի կակաչ կաճեցնի կախված է նրա նախասիրությունից։ Մենք սիրում ենք միշտ անել բաներ, որ մեզ դուր են գալիս եւ չանել այն ամենը, ինչ որ մեզ դուր չի գալիս։ Դրա համար բոլոր սորտերը, որ կտեսնեք այստեղ, բոլոր տեսակները, նրանք այն կակաչներն են, որոնք սիրում ենք մենք։ Օրինակ, այն սիրում է Ժասմինեն, կարմիր կակաչ է։ Ժասմինը եղբոր կինն է, նա էլ Վարդերի ջերմատան տիրուհին է։ Համալսարանական կրթության ֆլորիստ դիզայները թեև փոքրի շատ է հասկանում է ծաղիկների լեզուն, բայց պատասխանատվությունն ինքն էլ է զգում։ Ոչ քնել ունենք, ոչ հանգստանալ ունենք ու այստեղից ոչ մի րոպե աշխատում ենք չբացակայենք, որովհետև ամեն րոպե կարող է պատահել ինչ-որ մի բան ու մենք մի քանի ժամում կարող ենք ամեն ինչ կորցնել։ Մեր ջերմատանը մենք չենք օգտագործում ոչ մի տեսակի թունաքիմիկատներ, մեզ մոտ բիոմշակություն է, այսինքն վնասատուների դեմ պայքարում մենք օգտագործում ենք բիոմշակության մեթոդը, ինչը թույլ է տալիս մեր վարդերին ապրել քաղելուց հետո մինչև 25 օր։ Ավելի քան 20 տեսակ վարդ է այս ջերմատանն աճում, փնջավոր վարդեր, պիոնանման, մեկ գլխանի, սրանք եւս հոլանդական են։ Աճում են հիդրոպոնիկ եղանակով միկրոբամբակի մեջ, ինչը հնարավորություն է տալիս ամբողջ տարի ծաղիկ ունենալ։ Ցանցը թույլ է տալիս, որ վարդի գլուխը ավելի մեծանա, երկարի ու ավելի ճոխ տեսք ունենա։ Վարդերի հիդրոպոնիկ ջերմոցը հիմնելիս Ժասմինն ու ամուսինն օգտվել են փոքր եւ միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրից։ Դա օգնել է արագ ոտքի կանգնել։ Մենք ներդրում ենք արել ու պետությունը ինչ որ չափով մեր ներդրումից հետ է վերադարձրել մեզ։ Այդ աջակցության շնորհիվ մենք կարողացել ենք շատ ավելի մեծանալ եւ ընդլայնել մեր բիզնեսը։ Ծաղիկների աշխարհում ապրող այս կանայք երբեմն հակասական զգացումներ են ունենում։ Փոխանակ իրենց փնջեր նվիրեն, իրենք են նվիրում, բայց ասում են դա էլ է հաճելի, եւ կարողանում ես փնջի հետ նաեւ ուրախություն ու ժպիտ փոխանցել։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, Լուրեր։